Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Դու անկասկած հաջողվելու ես։ Երբևէ երազե՞լ ես ուրիշ մեկը լինելու մասին, կամ ավելի համարձակ, ավելի կարգապահ, ավելի կազմակերպված լինելու մասին։ Սիրելի՛ բարեկամ, այսօր ևս իմ սրտի մեջ մեծ ձգտում ունեմ քեզ հիշեցնելու, որ Աստված սիրում է քեզ անվերապահ սիրով և որ Նա սիրում է քեզ այնպիսին, ինչպիսին կաս։ Ա Հովհաննես 4:16 խոսքում կարդում ենք. «Եվ մենք ճանաչեցինք ու հավատացինք այն սիրուն, որ Աստված ունի մեր նկատմամբ. Աստված սեր է. ով սիրո մեջ է ապրում, Աստծու մեջ է ապրում, Աստված էլ նրա մեջ»։ Ես և դու ոչինչ չենք կարող անել, որպեսզի ավելի սիրված լինենք Աստծու կողմից։ Նրա սերն անսահման է և կապված չէ մեր ով կամ ինչպիսին լինելու հետ։ Սակայն նույնը չենք կարող ասել Աստծու հանդեպ մեր սիրո առումով։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ մեր սերն Աստծու հանդեպ երևում է մեր ապրելակերպի և գործերի մեջ։ Հենց այստեղ է, որ կարիք կա, որպեսզի մեր միտքը լուսավորվի ու հասկանանք, որ կարող ենք այնպես անել, որ ավելի շատ սիրենք Աստծուն։ Նաև պետք է հստակ իմանանք, որ թեև Աստված սիրում է մեզ անպայմանական սիրով և հենց այնպիսին, ինչպիսին մենք կանք, սակայն այդ սերը մղում է Նրան մեզ փոխակերպելուն։ Աստծու օգնությամբ դու կարող ես դառնալ այնպիսին, ինչպիսին Նա է ուզում տեսնել քեզ։ Դու կարող ես հաղթահարել քո կյանքի դժվարությունները, խնդիրներն ու բնավորության վատգծերը։ Նրա շնորհն ի զորու է քեզ փոխակերպելու, որպեսզի լինես Տեր Աստծու սկզբունքներին ու արժեհամակարգին համահունչ կյանքով ապրող, հասուն, կայացած և ծաղկող ու պտղաբերող մեկը։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե դա քեզ անհավանական կամ անհասանելի է թվում, ապա Աստվածաշունչը հաստատում է, որ դու հաջողության կհասնես, եթե քո կյանքում ընտրես հավատքի և քեզ սիրող Աստծուն վստահելու ուղին։ Հենց այս մասին են Տեր Հիսուսի հետևյալ խոսքերը. «Եթե կարող ես հավատալ, հավատացողի համար ամեն բան հնարավոր է»։ Այսպիսով, քաջալերում եմ քեզ փնտրել Աստծու ներկայությունը և գործի դնել հավատքդ։ Վստահի՛ր Աստծուն քո երազանքներն ու փափագները որպես աղոթքի խնդրանքներ։ Զրուցի՛ր Նրա հետ այն մասին, թե ինչպիսին կուզեիր դառնալ Նրա օգնությամբ։ Հավատա՛ քո ամբողջ սրտով, որ Տերը պատրաստվում է փոխակերպել քեզ և ի զորու է դա անել, եթե քո կամքը հնազանդեցնես Նրա Խոսքին։ Խոստովանի՛ր, որ այսօրվանից ամեն բան անելու ես և ջանք ես գործադրելու, որպեսզի երբեք չհեռանաս նորը դառնալու ճանապարհից։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։